Կառավարության այս տարվա վերջին նիստում հաստատվեց համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ու դեղորայքի ցանկերը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով թարմացվել է նաև Արմեդ հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեսնել ապահովագրական կարգավիճակը։ Այս կառավարության որոշումներով մենք սահմանում ենք բժշկական կենտրոնների, դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը եւ ապահովագրության շրջանակներում նրանց կողմից տրամադրված ծառայությունների փոխհատուցման կարգերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը, քաղաքացիներին կոչ անելով 2026 թվականի հունվարի 1-ից չծանրաբեռնել առողջապահական հիմնարկները։ Ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետք է կառավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Օրինակ, դա էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները, որոնք իրենց ընտանեկան կամ սոցիալական կարգավիճակից ելնելով չեն կարողանում իրացնել բնակարանային հավաստագրեր, հապա իրենց համար այլընտրանքային լուծում է առաջարկում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Գրանցվելով սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում որպես հերթացուցակում ընդգրկված պոտենցիալ շահառու, նախատեսվում է վարձավճարի մասնակի փոխհատուցում։ Քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որտեղ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակության մոտ գտնվող եւ իրենց կենսական շահերին մոտ գտնվող վայրում մենք կունենանք սոցիալական բնակարան, մենք նրանց առաջարկելու ենք որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք կհրաժարվեն այդ պահին, ապա կզրկվեն այդ միջոցառումից, եթե նրանք կհամաձայնվեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բնակարանային ֆոնդում։ Համակարգը մեկնարկելու է 2026 թվականի հուլիսի 1-ից, ըստ նախարարի, խոսքն այնպիսի ընտանիքների մասին է, որոնք բաղկացած են միայն անժամկետ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խոր կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից։ Եթե 2 հոգանոց ընտանիք է, նրանց գումարային տարիքը չի գերազանցում 115 տարին, եւ եթե ամեն յուրաքանչյուր անձի հաշվով հաշվենք, օրինակ մի քաղաքացին 57 տարեկան է եւ մյուսը 59 է, եւ եթե 3 հոգանոց ընտանիք է, ապա չի գերազանցում 175 տարին։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2% հետվճար կարող են ստանալ, եթե օգտվում են առկա համակարգում ներառված քարտերից։ Հետվճար տրամադրելու միջոցառումը առաջարկում է քաղաքացիներին անկանխիկ գործառնություններից ստանալ հետվերադարձ։ Քաղաքացիների մի ստվար մասը հետվճար ստանալու հնարավորությունից զրկված կլինի։ Շահառուներին վճարվող հետվճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց։ Յուրաքանչյուր մեկ գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը եւ շահառուներին վճարված հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60000 դրամը։ Հետվճարի ամբողջ գումարի 50%-ը վճարում է պետական բյուջեի միջոցներից, իսկ մյուս 50%-ը Armenian Car PB-ի միջոցներից։ Նիստի ավարտին խոսվեց նաև Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշից։ Այն հունվար-նոյեմբերին կազմել է 8.3%։ Նոյեմբերի արդյունքներով գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք եւ 2025 թվականի նոյեմբերին ունենք 814818 գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 275465-ով, այսինքն 50%-ով աճել են աշխատատեղերը։
6 ամիս ժամկետով Հայաստանի տարածքից Սիգի ձկնկիթի, ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումն արգելվեց։ Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմողիների եւ ծխախոտի ներմուծման նկատմամբ էլ քվոտա սահմանվեց։ Նարեխ Խաչատրյան, Սյունիք լուրեր։